Հայաստանը վերջնական կախվում է։ Ցորեն 2 օպերացիա, այդպես է անվանում էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը այսօր տարածված լուրը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն որոշում է ստորագրել ադրբեջանական նավթը միանվագ անվճար կանցնի Վրաստանի տարածքով Հայաստան։ Այդ մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված հաղորդագրություններին, թե սակագնային արգելքները խոչընդոտում են Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարմանը։ 3 օր առաջ է Թբիլիսին Երևանից ու Բաքվից հարցում ստացել Ադրբեջանի տարածքից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման կազմակերպման վերաբերյալ։ Վրաստան հարցումներ ուղարկելու հաջորդ օրը Դոհայում մի հարթակում նստած Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը։ Հացահատիկի, որ պիտի գար Ղազախստանից, հետո պարզվեց դա ռուսական է, բան, իսկն կարային եւ լարսով բերեին, բայց չգիտես ինչի իբր թե լավություն արին, բերին Ադրբեջանով։ Հիմա նույն երևույթն էլի կուտեն տալ, այսինքն խափում են։ Մանվելյանը խապկանքն ապացուցող փաստեր է ներկայացնում։ Ադրբեջանական նավթի առյուծի բաժինը Բաքվի սեփականությունը չէ, British Petroleum-ինն է ու մի քանի այլ կոնսորցիումներին է։ Երկրորդը նավթի արդյունահանման ծավալները վերջին 10 տարիներին անընդհատ նվազում են։ Այսինքն ինքը մոտապես ասենք 45% ավելի քիչ նավթ է արդյունանում, քան արդյունանում էր 10-15 տարի առաջ, որ հասկանաք էլի ծավալները անկման, այսինքն խոսքը 5-6%-ով անկման մասին չի։ Նավթի արդյունաբերությունը Ադրբեջանում ճգնաժամ է ապրում։ Մանվելյանի խոսքով այդ երկիրն անգամ այս պահին կնքած նավթային գործարքները չի կարողանում 100% կատարել։ Տարբեր քննարկումներ կան, որ նաև սկսի Ռուսաստանից նավթ ներմուծել։ Եթե անգամ Վրաստանի տարածքով առանց մաքսատուրքերի Ադրբեջանից Հայաստան իսկապես նավթ մտնի, միևնույն է մեր երկրում այդ նավթի հետ չեն իմանա ինչպես վարվել։ Հայաստանը նավթավերամշակման գործաներ չկան։ Մենք դա համար նավթ երբեք չենք ներմուծել, մենք միշտ ներմուծում ենք պատրաստի բենզին, հիմնականում ներմուծում ենք Ռուսաստանից, ինչի համար, որտեղ Ռուսաստանից մենք որոշակի քվոտաներ ունենք։ ԵԱՏՄ քվոտաներով Հայաստանը կարողանում է մատչելի գներով նավթամթերք ձեռք բերել։ Հետևաբար ադրբեջանական նավթի հնարավոր ներմուծումը Հայաստան հերթական PR ակցիան է համարում էներգետիկ փորձագետը Հայաստանի իշխանությունների համար Ադրբեջանի աջակցությամբ։ Հայկական կողմը խնդրում է Ադրբեջանին տարբեր այս տիպի ինչ որ քայլեր անել, ինչ որ ողորմությամբ էս ինչ որ մի բան շպրտել, ինչ որ խոսումներ տար գազի, չգիտեմ, նավթի եւ այլն։ Մանվելյանի կարծիքով Հայաստան-Ադրբեջան հնարավոր նավթային առևտուրը հայ հասարակության աչքին հերթական թոզը փչելու համար է, թե խաղաղությունը արդեն եկել է։ Լիլիթ Սարգսյան, Հենրիկ Համազասպյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։